Կարկուտը լցվել է Ռուբենի տուն, շուռ տվել թորների օրորոցը։ Դուրը ջարդել է ու նեսը լցվել, երեխեքն է հազիվ փրկել ենք։ Երեխեքի սենյակն էր դեռ, 3 երեխա։ Հազիվ փրկեցինք։ Երեխեքը արդեն քնելու վախ ուներ։ Քնած են, կիսա քնած, ջրի խշշոց լսեցինք։ Ջրի խշշոց լսելով նայենք, որ արդեն ոնն այս տակը ջուր է։ Հեղեղը կուկա լցվի գտունը, նոր հազիվ 3 երեխուն բան ընկերը կերգել ենք, մեկ էլ հանել ենք դուրս։ Միանգամից դռնից ներս լցվեց, հա, Հա, այդ դռնից դուռը ջարդեց, շուշեկով բանով դուռը ջարդեց, սեղմեց։ 3 երեխաներին գիշերվա կեսին բարձրացրել են տան երկրորդ հարկ։ Սաստիկ անձրևի կարկուտի պատճառով գյումրեցի տղամարդու կնոջ ձեռքը կոտրվել է։ Երեխեքին կերգած որ ուզեցել է տանի, ընկել է այստեղ թևը կոտրել է։ Այստեղից օպերացիա բերեն եկուց։ Գյումրին փորձում է ուշքի գալ սարսափելի գիշերից հետո։ Քաղաքի որոշ շրջաններում նկարահանված կադրերից տպավորություն է, թե ձմռան մաքրման աշխատանքներ են անում Գյումրիի կոմունալ բաժնի աշխատողները։ Քաղաքում տեղ-տեղ կարկտախառն անձրևի բարձրությունը 1,5 մետրի է հասել։ Որոշ հատվածներում մարդաբոյ անձրևաջրերը ավտոմեքենաներ են արգելափակել։ Ռուբեն Ավագյանն ասում է, տեղումների հետևանքներն այսքան սարսափելի չէին լինի, եթե 3 փողոց 1 ջրատարի հույսին չլիներ։ 3-4 սատ փողոց սաղ էս մենակ էս մե բանը ջրատարի վրա է։ Կարգուտ այնպես է որ կուկա կուդակվիգը ու էլ չի ջուրը թողա օրա քաշի։ Սառույցի։ Կարգուտ նոր հետն է արդեն բանը դժվարանակ ինքը տանի։ Փոխհատուցում լինելու է, պատկերացում չունեն անելանելիության մեջ հայտնված գյումրեցիները։ Էջ մեկ հայլ մեջ չի ձեռնարկի օգնությունը չեն տվել, էջ բան չեն էր։ Սաղ տունը վարի գնացել լամինատոր, էլեկտրական խալաձենիկ, լվացքի մեքենա, սաղ փչացել։ Դեռ մի փորձանքից չազատված նրանք մտածում են վաղվա օրվա մասին։ Գյումրիում տեղումներ սպասվում են նաև այսօր։ Ամբողջ հանրապետությունում է տեղումներ կանխատեսում հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Գայանե Մովսիսյան, Ալեքսանդր Սարգսյան, Նորայր Հակոբյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։